Երբ բնակության հիմնական վայր համարվող ավտոտնակում նույնիսկ պատերն են ուրիշներին պատկանում, իսկ խոնավությունն ու մթությունը անբաժան են արդեն 15 տարի։ Հարությունյանների ընտանիքը երկրաշարժին կորցրել է բնակարան, հետո տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որն էլ քանդել է տարածքի սեփականատերը։ Ստիպված եկել ու մի ավտոտնակում են հարմարվել, որտեղ արևի լույսը նույնիսկ կեսօրին է հազիվ երևում, իսկ մշտական խոնավությունը ոչ միայն պատերն է քայքայել, այլ նաև տան անդամների առողջությունը։ Մեր համար ծմեր չկա, մեզ համար անընդհատ մութ է, անընդհատ խավար, ցուրտ։ Փոքր թորնիկս անընդհատ հիվանդ է, հոդացավերով, ջերմությունով, անընդհատ հիվանդանոցներին մենք ամեն շաբաթ փյուր ենք։ Ընտանիքին օգնության ձեռք է մեկնել Միացյալ Նահանգներում գործող հույս բարեգործական կազմակերպությունը։ Հարությունյանների ընտանիքն այս ձմեռ կանցկացնի լուսավոր ու քարաշեն տանը, որտեղ այլևս վառարան տեղադրելու կամ վառելիք հայտայտելու անհրաժեշտություն չի լինի։ Բարերարը Էմմա Կարապետյանը բնակարան է վարձել ընտանիքի համար, ամեն ամիս վճարելու պարտավորությամբ։ Չեմ ասի, Գարիկ ջան, գնա պարգի, մի քելևի նստի։ Հանգիստ ես իմ գործս անում եմ։ Վերջապես լուսավոր լավ տեղ եկեք, շնորհակալություն Տիգին Էմմային, հույս կազմակերպությանը, իրոք մեզ հույս տվեց ապրելու։ Բարև մտած, ինձ ասանում։ Ցավես։ Շնորհակալություն։ Ապրես։ Գյումրիում տեղադրված բոլոր տնակներում կենսապայմանները նույնն են արդեն, ապրողների բողոքներն ու պատմություններն էլ գրեթե իրար նման։ Հույս կազմակերպության մյուս շահառում Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տնակներից մեկում էր բնակվում, ու արդեն անցյալով է խոսում իր տնակի մասին, նույնիսկ ձմռան վառելիքներ տալիս հարևանին, իր ձեռքերով հավաքած փայտի կարիքն այլևս չի ունենա։ Ես հույս չունեի, որ պիտի ես հանգարց լուսավոր տան մեջ ապրում, ես գիտեի, որ սաղ կյանքս այդտեղ պիտի դոմիգում մնամ։ Ոչ մի մարդու կողմից ես հույս չեմ ունեցել։ Ապրի Տիգին Էմմայի արևը 2 ամիս գիշեր ցերեկ չի քնել, ես խաբար չեմ եղել, ես քնել եմ իմ տունս, ինքը չի քնել։ Ապրելով օվկիանոսից այն կողմ ժամային այլ գոտում հույս կազմակերպության նախագահին հաջողվում է կապ հաստատել բնակարանատերերի հետ, պայմանագրեր կնքել ու արդեն տեղափոխման պատրաստ տան հասցեն ուղարկել շահառուներին։ Գևորգյանների ընտանիքը վարձակալած բնակարան է տեղափոխվելու։ Տնակատերը իր ձեռքերով կառուցած տնակը նախընտրել էր իր ձեռքերով էլ քանդել։ Տնակի վաճառքից կամ քանդման դիմաց ստացած գումարը ընտանիքները ծախսում են նոր գույք գնելու համար։ Հույս կազմակերպությունն արդեն 6-րդ ընտանիքին է ժամանակավոր կացարաններից տեղափոխում քարաշեն տներ։ Բնակարաններն առայժմ վարձակալությամբ են տրամադրվել, բայց բարերարը վստահեցնում է, սա արդեն հույս է բնակարանատեր դառնալու համար։ Անի Մակարյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։